Եվ այսպես տեղի ունեցավ Քոչարյանի դաշինքի համաժողովը, եթե դա կարելի է համաժողով անվանել, իրականում ավելի շատ ուրիշ բաներ հիշեցնում, բայց հիմա չասեմ թե ինչ էր հիշեցնում։ Դաշնակցություններ, որպես այդպեսին ինչ է տեղի ունեցել, նախ տրանսֆորմացիա է տեղի ունեցել փաստացի Քոչարյանի քաղաքական դաշինքում։ Նախկինում գիտեք, որ Քոչարյանի դաշինքը բաղկացած էր Վահե Հակոբյանի կուսակցությունից, Սյունիքի նախկին մարզպետ, դոլարային միլիոնատեր, այն որ չգիտես ոնց մարզպետ էր, բայց բանից պարզվում է ԶՊՄԿ-ում իր եղբայրն էր, ինչ որ փայ ունեցել Հայաստանի ամենամեծ հարկատու կազմակերպությունում, որը փաստացի Հայաստանի տենց թիվ 1 ընկերությունն է, էլի, տենց հավասարը չունեցող ընկերություն է, ու այդ ընկերությունում տենց փայատերեր էին դարել կամ ինչ որ տենց նմանատիպ մեծ փայ ունեին կարելի ասել ԶՊՄԿ-ի աշխատանքից, հարստացել էին այդ մարդիկ պետական պաշտոն ունենալով, չգիտես թե ոնց, չգիտես թե ինչու։ Ինչևէ, եւ մյուս կուսակցությունը, որից բաղկացած է Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, դա դաշնակցությունն էր։ Դաշնակցությունը հին, ոչ այդքան բարի, բայց հին դաշնակցությունը 130 տարվա դաշնակցությունը։ Եվ ահա տեղի է ունեցել այդ տրանսֆերը Վահե Հակոբյանի կուսակցության փոխարեն առաջ է եկել ոչ ավել, ոչ պակաս, ինչ որ անունը չեմ հիշում, չտպավորվող անունով մի կուսակցություն, ու այդ չտպավորվող անունով այդ կուսակցության առաջին համարը ոչ այլ ոք է, քան Սևակ Խաչատրյանը, Էջմիածնի ընտրություններում Դաշնակցության ու Ռոբերտ Քոչարյանի թեկնածուն, որը մամուլում տարբեր հրապարակումներով ավելի շատ հայտնի է որպես Սաքուլիկ մականունով հայտնի, կհիշեք այն հայտնի դեպքը, որ Տաոն Մարգարյանը Ժող ինստիտուտում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում օրծերության որոշել էր դոկտորական պաշտպաներ, հա, տենց բան ա եղել Հայաստանի, ովքեր որ երիտասարդ են, հատկապես սա TikTok-ի աուդիտորիային է վերաբերվում, երիտասարդը երևի չգիտեք, բայց Տաոն Մարգարյանը օրերից մի օր մի բարի ու լուսավոր օր որոշել էր, որ ինքը պետքա դոկտորական պաշտպանի ու այդ առիթով գնացել էր տնտեսագիտական համալսարան ու լրագրողներն էլ օրենքով իրավունք ունեն լուսաբանեն այդ պաշտպանությունները գիտական աստիճանների, գնացել էին, որ իրենց աշխատանքը կատարեն ու լուսաբանեն դա, բայց այդտեղ ի հայտ էին եկել ինչ որ տարօրինակ ու կասկածելի երիտասարդներ, մասնավորապես Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ ու լրագրողներին վիրավորելով, ծաղրելով, ամենավերջը մի խայտառակ ինչ որ դրվագներով, նրանց չէին թողել որ մտնեն ու այդտեղից էլ ծագել էր այդ Սաքուլի կանոնը ու փաստացի Ռոբերտ Քոչարյանը հիմա մնացել է նրա կուսակցության հույսին, ինչը շատ լավ բնորոշում է այն իրավիճակը, որում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանը։ Բայց սա ամենը չի, ինչը պետք է իմանալ այդ տեղի ունեցած համագումարը, համաժողովը, չգիտեմ էլ ինչա դրա մասին, ամենահետաքրքիր դեպքերը որպես այդպեսին, այնտեղ ամբիոնից մեր կուսակցությունից քաղաքացիական պայմանագրից Վահե Հակոբյանի կուսակցություն թռած, հետո էլ Վահե Հակոբյանի կուսակցությունից Ռոբերտ Քոչարյանի թիմ թռած Աննա Գրիգորյանը այնտեղ ամբիոնից հայտարարեց ոչ ավել, ոչ պակաս Արարատը մերն է, այսպես շրխկացրեց ձայնային ելևէջներով Աննա Գրիգորյանը ու բոլորիս մնաց հասկանալ, թե այդ ինչ նկատի ուներ Տիկին Գրիգորյանը, որտեվ իրականում հասկանում եք շատ տրամաբանական կլիներ, եթե տենց ուլտրամիլիտարիզացված մի քաղաքական ուժ հայտարարեր, որ ինքը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից եւ պատրաստ է գնալ ամբողջ թիմով կռվել ու պատերազմել Թուրքիայի դեմ եւ թեկուզ եւ նահատակվել այդ պատերազմում, բայց հասկանում եք, երբ որ դա հայտարարում է մի քաղաքական թիմ, որի օրինակ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի թոռները, հարգելի քաղաքացիներ, ինչի են ծնվում Ամերիկայում։ Ինչի է Ռոբերտ Քոչարյանի որդին գնում իր երեխաներին, Աստված երեխեքին պահի, երեխեքի մասին չի, սա ծնողների որոշման մասին է։ Ինչի են գնում ու իրանց երեխաներին ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ այդ երեխեքը ունենան Ամերիկայի քաղաքացիություն։ Բա որ ձեր թոռները պիտի ունենան Ամերիկայի քաղաքացիություն։ Պիտի Հայաստանի բանակում չլինեն զինապարտ, պիտի Հայաստանի բանակում չծառայեն։ Բա այդ ում երեխեքի արյան գնով եք ասում Արարատը մերն է, մենք Թուրքիայից պահանջներ ունենք, բայց այս Արարատը մերն էլ ամբողջականը չի, մի հատ էլ ինչ որ երգ ունեին, քարոզչական երգ, դե գիտեք կուսակցությունները սովորաբար ընտրություններին գնում են ինչ որ երգ են ունենում, որը լինում է իրանց այդ ընտրությունների երգը քայլերքը կամ ինչը կուզեք, ոնց ուզում եք դա անվանեք ու ինչ ֆանտաստիկ տողեր կար Քոչարյանի դաշինքի ես երգում, ասում է հասնենք մուշ, մտնենք անի արդահան ու նորից հարցը մնում է նույնը, ում երեխեքի արյան գնով եք ուզում, հասնեք մուշ, մտնեք անի ու արդահան։ Օրինակ Քոչարյանի թոռները, նորից եմ ասում, Ամերիկայի քաղաքացի են։ Սամվել Կարապետյանը, ձեր ընդդիմադիր մյուս օրթախը, ինքն ու եղբայրը ունեն 4 տղա, 4 տղա ու 4-ն է բանակից ազատված են։
երկուսը ինչ որ առողջական տեղեկանքներով, որոնց իսկությունը այս բանին, եթե չեմ սխալվում, քննչական կոմիտեն կասկածի տակ է դրել ու Նարեկ Կարապետյանն էլ օրինակ հրաժարվում է բժշկական կրկնակի զննություն անցնի, որպեսզի ապացուցվի արդյոք նա ունի այդ հիվանդությունը, որը որ գրված է թղթում, թե չէ։ Մյուս երկուսը ինչ որ ուղղակի չեն ներկայացել ու չոտի չեն կանգնել, այսպես ասած, ու այդպես չեն ծառայել։ Ու հիմա հարցը մնում է նույնը. այդ ում երեխեքի արյան հաշվին եք ուզում այդ ամեն ինչը անեք։ Պարոն Քոչարյան եւ Կարապետյան կամ ձեր ընդհանուր պատերազմի կուսակցություն կոչված դաշին։ Ու այստեղ հարցը որն է, որ հետո էլ այս մարդկանց ասում ենք դուք պատերազմի կուսակցություն եք, ասում են չէ, մենք էլ ենք, մենք ամենաշատն ենք խաղաղություն ուզում։ Խնդրում եմ ինձ բացատրեք, ոնց է հնարավոր ուզել խաղաղություն ու տարածքային պահանջներ ներկայացնել օրինակ Թուրքիայից։ Ոնց է դա համընկնում քաղաքական ընդհանրապես տենց տրամաբան ոչ միայն քաղաքական, առհասարակ մարդկային տրամաբանության հետ։ Ոնց է դա համընկնում մեկը մյուսի հետ։ Խնդրում եմ ինձ դա բացատրեք։ Դա անհնար է բացատրել, որովհետև նման բան ուղղակի ֆիզիկապես չի լինի ու լինել չի կարող։ Լինել չի կարող։ Ու հենց դրա համար է որ մենք ասում ենք, որ ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, չգիտեմ, այնտեղ Արման Թաթոյանը, Սերժ Սարգսյանը, Ծառուկյանը, այն մեկը, դրանք պատերազմի կուսակցությունն են։ Պատերազմի կուսակցությունն են։ Ինչքան էլ ուզում ա ձևականորեն խոսեն, ասեն դե մենք էլ դեմ չենք խաղաղությանը, բայց ու հենց այդ բայցից արդեն սկսում է պատերազմի մասին խոսույթը։ Հենց այդ բայցից սկսում է պատերազմի խոսույթը։ Ու ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս ընտրություններին շատ կարևոր բաներ են ընտրելու։ Շատ կարևոր բանի մասին առնելու այս ընտրությունը։ Լինելու է ընտրություն պատերազմի մեջ ու խաղաղության մեջ, որովհետև կամ կա խաղաղություն, կամ կա պատերազմ, ինչ որ այնպես երրորդ միջանկյալ տարբերակ, որպես այդպեսին չկա։ Ու այդ պատերազմում Հայաստանի Հանրապետության գյուղերում, քաղաքներում ապրող մեր քաղաքացիների որդիների կյանքն է դրվելու հարցականի տակ եւ ոչ թե ինչ որ օլիգարխների։ Ոչ թե օլիգարխների որդիների կյանքը այդ պատերազմներում հարցականի տակ չի դրվելու ոչ մի պարագայում։ Հարցականի տակ դրվելու է միայն Հայաստանի Հանրապետության գյուղում ապրող, իր աշխատանքով ապրող, իր կյանքով ապրող, նորմալ մարդկային կյանքով ապրող մարդկանց որդիների կյանքը։ Բայց դրա համար է որ մենք ասում ենք խաղաղությունն անայլ ընտրանք է։ Որ պիտի լինի, որ կա խաղաղություն ու որ պիտի լինի խաղաղություն, որ խաղաղությունն է հենց զարգացման հիմնական ու կարևորագույն նախադրյալը։ Այստեղ կարևոր ինքնախոստովանական ցուցմունք արեց օրինակ Իշխան Սաղաթելյանը այդ համաժողովի ժամանակ Իշխան Սաղաթելյանին բոլորդ էլ վստահ եմ գիտեք, այն Իշխան Սաղաթելյանն է, որը շատ արագ վազում է։ Միջև դրան հասնել են, խնդրում եմ եւս մեկ անգամ անպայման հավանեք տեսանյութը եւ բաժանորդագրվեք ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, սա կօգնի, որպեսզի ալգորիթմերը ավելի առաջ խաղացում ապահովեն այս տեսանյութի համար։ Անպայման հավանում ենք ու բաժանորդագրվում, իսկ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հետեւյալը. իրենց նպատակը գործող իշխանության վերարտադրությունը կանխելն ու զիջումների շղթան կոտրելն է։ Ու Հայաստանում չկա մի ուժ, որը միայնակ կարող է դա անել։ Սա ինչի մասին է այս խոսույթը, սա ինչի մասին է Իշխան Սաղաթելյանի այս հայտարարությունը։ Մի բանի մասին է, որ չկա առանձին վերցրած Ռոբերտ Քոչարյան, չկա առանձին վերցրած Սամվել Կարապետյան, չկա առանձին վերցրած Սերժ Սարգսյան ու նրա պրոտեժե Արման Թաթոյան։ Բոլորը մեկ են։ Ու բոլորը խաղում են մի նպատակի համար։ Հա չկա առանձին վերցրած Հայկ Մարության, չկա առանձին վերցրած, չգիտեմ ով մնացել դեռ, չկա։ Այդ բոլորը չկա։ Կա մեկ ընդհանուր պատերազմի կուսակցություն, որը սպասարկում է կոնկրետ մեկ քաղաքական կենտրոնի կմահաճույքները։ Ու այդ կմահաճույքներից առավելագույնը ու ամենամեծը, եթե կուզեք, դա Հայաստանի Հանրապետության չգոյությունն է։ Հայաստանի Հանրապետության անկախության վերացումը։ Դա է ամբողջը, դա է եղելությունը։ Դե իսկ Քոչարյանի հայտարարության մասով այստեղ հարցնում են, ասում են ոնց ինչի, բացատրեմ ոնց ու ինչի։ Ձելի քաղաքացիներ, գոյություն չունի առանձին վերցրած քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյան։ Գոյություն չունի առանձին վերցրած քաղաքական գործիչ, այսինքն առհասարակ գոյություն չունի քաղաքական գործիչ Սամվել Կարապետյան, որովհետև նա չի կարող ոչ մի բանի տեխնացու լինել Հայաստանում, բայց այնուամենայնիվ քաղաքականության մեջ մտած ու դրա մեջ փող դնող անձ Սամվել Կարապետյան գոյություն չունի առանձին վերցրած։ Գոյություն չունի առանձին վերցրած Գագիկ Ծառուկյան, գոյություն չունի առանձին վերցրած Արման Թաթոյան։ Նայեք, խնդրում եմ, թե ինչ փողեր են ծախսում այս թվածս ուժերից յուրաքանչյուրը։ Ուղղակի նայեք ու համեմատեք։ Նայեք ու համեմատեք ու տեսեք, այս ինչ որ տենց մեկ մարդու բանա, հա տենց Արման Թաթոյանը կտրուկ միլիարդատեր դառա, որ միլիարդների ծախսեր են անում փաստացի այս ընթացքում։ Որն է այս մարդկանց խոսույթի ընդհանրությունը, որն է այն կոնկրետ խոսույթը, որը որ այս մարդիկ բոլորը միասին առաջ են տանում ու որը որ կարմիր գծով անցնում է այս մարդկանց բոլորի խոսույթում։ Պատերազմը։ Պատերազմը 1, Հայաստանի Հանրապետության անկախության զիջումը 2։ Ու վերջ։ Ուտեղ ամեն ինչ վերջանում է։ Ու այդտեղ ամեն ինչ վերջանում է։
Ինձ այստեղ գրում են ձայն չկա, կարող ենք ստուգենք մի հատ ձայն կա թե չէ։ Ու այդտեղ ամեն ինչ վերջում։ Մի խոսքով Ռոբերտ Քոչյանի վերադառնանք, ինքն էլ հայտարարել է, որ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ռոբերտ Քոչարյանը խոսում է չարից։ Հասկանում եք, ինչ-որ մեկին Ռոբերտ Քոչյանը անվանում է չար։ Իսկ եթե ինչ-որ դարեր անց միֆոլոգիայի կամ բանի տենց գրքեր լինեն, ունդեղ ինչ-որ տենց, չգիտեմ, Բաֆոմեդի նորացված կերպար ինչ-որ տեղադրելու ունեն, իսկ Ռոբերտ Քոչյանի դիմանկարները ֆանտաստիկ բնորդություն կանեն նմանատիպ իլյուստրացիաների համար, բայց ինչևէ։ Ես նրանց այդ պայքարի մեջ եմ մտել առաջին օրվանից եւ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչեւ չհեռացվեն։ Նախ ստում է, ակնհայտորեն ստում է, որովհետև այս վերջերս էլ, եթե չեմ սխալվում, որ Հունաստանի եսին որ կղզում ինչ-որ շատ թանկարժեք անունով հնչող կղզու հատվածի իր առանձնատանը շատ լավ տժում էր ու հանգստանում էր, այսինքն փաստացի էլի եւս մեկ անգամ խափում է իր Միկոնոս կղզիներ, ասում եմ, չգիտեմ որ կղզիներ, ինչև է, այդ կղզում, որտեղ որ ունի մի հսկայական ահռելի միլիոնանոց առանձնատուն, այդ առանձնատունով կղզում արդեն իսկ հանգստանում էր ու շատ ակտիվ էր հանգստանում, ակտիվ հանգստի սիրահարամարտը, դե ինչ կարաս անես։ Էլի սուտ, այսինքն այդ պարզագույն դրվագ է, բայց այդ պարզագույն դրվագում էլի մարդը չի կարողանում առանց ստի, ու դա խնդիր է քաղաքական գործ չի համար, որ նույնիսկ ամենապարզագույն դրվագում ինքը չի կարողանում առանց ստի։ Էլ ինչ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, անցնող շաբաթվա, անցնող օրերի ընթացքում նախորդ լայվիցս հետո տեղի ունեցել շատ հետաքրքիր ու ֆանտաստիկ մի դեպք։ Բոլորդ վստահ եմ գիտեք, Կարկառուն հանրապետական կուսակցության անդամ կամ հանրապետական կուսակցության Կարկառուն անդամ, ինչպես կուզեք, Վայոց ձորի նախկին մարզպետ, հանրապետական կուսակցության թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4 տենց top սուպեր top դիվանագետ Էդգար Ղազարյանը քաղաքական տրանսֆեր է արել ու տեղափոխվել է Սամվել Կարապետյանի թիմ։ Ուզում եմ շնորհավորել Սամվել Կարապետյանին այս համալրման կապակցությամբ, վստահաբար ասում եմ, եթե օրինակ համեմատելու ունենք Կիլիան Մբապեի տեղափոխությունը Ռեալ եւ հանրապետական կուսակցության թիվ 1 գործչի տեղափոխությունը դեպի Տաշիր Սամոյի թիմ, ապա ակնհայտորեն Կիլիան Մբապեի տրանսֆերը տասնյակ անգամներով զիջում է այս տրանսֆերին, որտեվ նաեւ ակնհայտ է, որ Էդգար Ղազարյանը պետքա որ հավակնի առնվազն Կարապետյանների թիմի արտաքին բլոկի համակարգմանը, գերակնհայտ է, որ ինտելեկտուալ առումով ուղղակի Կարապետյանների թիմում Էդգար Ղազարյանին նույնիսկ մոտ դիվանագիտական բանի տեսանկյունից, էլի դիվանագիտական հմտությունների տեսանկյունից եմ հիմա խոսում, նույնիսկ մոտ մարդ չկա։ Հատկանշական է, որ տեղափոխվելու հենց հաջորդ օրը դատանի վճռով Էդգար Ղազարյանը պարտավորեցվեց ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից, ինչը եւ արեց, ներողություն խնդրեց Ալեն Սիմոնյանին զրպարտելու համար, դե ոչինչ, հիմա տեսնենք թե ինչ զրպարտիչներ կմիանան Կարապետյաններին, հաշվի առնելով, որ Կերկեսի շենքը, որը 15 տարի սարքում էին Կարապետյանները, իդեպ էլ է էլի ֆանտաստիկ մի մաս, հենց անդր թեմայից թեմա ենք դռնում, բայց շատ կարևոր է նմանատիպ բաների մասին խոսալ, որտեղ մարդիկ եկել են ինչ-որ ոսկուց պատեր են խոստանում Հայաստանի Հանրապետության ժողովրդին, բայց չգիտես ինչի չեն պատմում, որ 15 տարի կառուցել են ընդամենը մի Կերկեսի շենք, 15 տարի ա տևել, որ Երևանի Կերկեսի շենքը իրենք կառուցել, 15 տարի։ Ու գիտեք, այդ դեպքում, երբ որ օրինակ, չգիտեմ, Հռոմի Կոլիզեումը տեսել եք, չէ՞, մեծ ամֆիթատրոն, sense գեղեցիկ, հսկա, որը կառուցվել է անտիկ ժամանակներում, երբ որ կառուցել են բանվորները միայն ձեռքով առանց տեխնիկայի, այդ քարերը կրելով, այդ ամեն ինչն անելով, այդ հսկայական ահռելի շինությունը կառուցվել է 8 տարում, ըստ տարբեր տվյալների, մի քիչ կարող է տատանալ, բայց 8 տարում։ 21-րդ դարում Երևանում Կրկեսը մարդիկ կառուցել են 15 տարում ու ասում են մենք ամեն ինչ կանենք, շաբաթը մի զավոդ կսարքենք, դե абսուրդի թատրոնն է։ Հա, իդեպ այդ 15 տարում այդ Կրկեսն որ կառուցել են, դա Կրկես չեն կառուցել։ Կամ գուցե եւ Կրկես են կառուցել, բայց մինչ այս բա այնտեղ ներկայացումներ միայն իրանց քաղաքական թիմն է տալիս, եթե չեմ սխալվում, առնվազն երեխաների համար այդ Կրկեսը չի ծառայում։ Կամ չգիտեմ, գուցե երեխաներն էլ կարող են գնալ իրանց քաղաքական ներկայացումները նայել, քաղաքական իդեպ չգիտեմ էլ այդ ներկայացումների վրա գրվում է քաղաքական Կրկեսային, թե Կրկեսային քաղաքական, թե ուղղակի քաղաքական ներկայացում, դա հետաքրքիր հարց է իդեպ։ Մյուս տրանսֆերը Վանաձորի նախկին հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, էլի Կարկառուն հանրապետական գործիչ, հանրապետական կուսակցության անդամ, հայտարարեց, որ միանում է Սամվել Կարապետյանի թիմին։ Հիշեցնեմ, որ սա այն մարդիկ են, Տաշիր Սամոն ու իր թիմը այն մարդիկ են, ովքեր
Պնդում են, թե իրանք ոչ մի կապ չունեն ոչ Ռոբերտ Քոչյանի, ոչ Սերժ Սարգսյանի հետ, բայց երկուսի թիմերից մարդիկ ա որ վերցնում են, թե այդ ինչի համար այդքան էլ բարձ չի։ Այնինչ ակնհայտ է, որ ոնց կարան կապ չունենան, եթե իրանք եղել են թե Ռոբերտ Քոչյանի, թե Սերժ Սարգսյանի իշխանական բուրգերի մաս, հատկապես վար արտահայտված Սերժ Սարգսյանի, որտեղ գիտեք, որ Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը 2007-8 թվականներից եղել է հանրապետական խմբակցության ղեկավար ազգային ժողովում, այսինքն ոչ թե հանրապետական խմբակցության ուղղակի անդամ, պատգամավոր, այլ խմբակցության ղեկավար։ Ոնց է չէ, օրինակ Հայկ Պոնջորյանը հիմա քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն է։ Հիմա նույնն է, ոնց որ տարիներ հետո Հայկ Պոնջորյանը կամ ինչ որ մեկս ասի կապ չեմ ունեցել ԿՊ, դա աբսուրդ է, որտեղ ակնհայտորեն քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ ես ու կամ առավել եւս խմբակցության ղեկավար ես։ Դա էլ ավելի մեծ բան է, այսինքն խմբակցության առաջատարն ես, ֆրոնտմենն ես խմբակցության։ Ինչևէ այսօր առհասարակ, չգիտեմ ինչի օրեր, այսօր զավեշտի օրեր, կարելի ասել Կարապետյանների կողմից, վստահ եմ շատերդ չեք տեսել, բայց ու խորհուրդ եմ տալիս նաև չնայել, բայց այսօր հրապարակվել է Սամվել Կարապետյանի հերթական AI-ով պատրաստված վիդեո, որտեղ այդ մարդու դեմքով պատրաստված արհեստական բանականությամբ սիլուետը, որը խոսում է ինչ-որ ձայնով, ինչ-որ մտքեր էր արտահայտում պաշտպանության ու անվտանգության մասին ու էլի ուժեղ բառներ անընդհատ օգտագործում։ Ես չգիտեմ ինչի է մարդկանց թվում, որ երբ որ իրանց առաջնորդը նույնիսկ դուխ չունի սեփական դեմքով, այսինքն ինչ-որ երկու հատ հեռախոս, մի հատ հեռախոս, մի հատ կամերա միացնի դեմքին ու երկու բառ հայերեն խոսա, որովհետև վախենում է, որ իր հայերենի բոբիկությունը ուղղակի այնքան խայտառակ կլինի, որ կամաչի ինքը նույնիսկ իրանք կարան ուժեղ բառ պարբերաբար արտասանեն, ոնց է տենց ստացվում, ինձ ով կարա բացատրի։ Այսինքն մարդը դուխ չունի երկու բառ, երկու նախադասություն կամերայի առաջ հայերեն խոսա, բայց ինքը ուժեղ է ու ինքը պետք է առաջնորդի երկիր, լուրջ եք ասում։ Այդ որ մասն եք սրա լուրջ ասում էլի։ Որ մասն եք սրա լուրջ ասում, ես այդ եմ ուզում հասկանամ, որտեղ այն ինչ ասում եք, սա փաստացի աբսուրդ է։ Պաշտպանության մասին մյուս թեմաներին անցնելուց առաջ եւս մեկ անգամ նոր միացած մարդկանց համար ասում եմ, որ մի մոռացեք, հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք տեսանյութով, ինչու ոչ ձեր սոցիալական ցանցերում, դա էլ օգտակար կլինի։ Ընդհանրապես պաշտպանական թեմաների մասին, որպես այդպեսին այսօր երկու իրադարձություն է տեղի ունեցել։ Մյուսն էլ եղել է այն, որ ինչ որ հրյա իսրայելցի գեներալ էին բերել, որ իրանց անվտանգության Իսրայելի քաղաքացի գեներալ էին բերել, անվտանգության, Հայաստանի անվտանգության ու պաշտպանության մասին ինչ որ բաներ խոսար։ Ես անկեղծ ասած արդեն լրիվ բան եմ արի, իհարկե ընկալել եմ, որ այս մարդիկ թքած ունեն Հայաստանի ինքնիշխանության վրա, որ այս մարդիկ թքած ունեն Հայաստանի սահմանադրության վրա, որ չեն հասկանում, թե ինչի մասին է առհասարակ Հայաստանի Հանրապետությունը, պետությունների ինքնիշխանությունը եւ այլն, բայց այտենց չափերն էլ չեն ճանաչում, թե որ ոլորտներն է, որ օրինակ չգիտեմ, կարելի է օրինակ օտարերկրացի թոփ տնտեսագետ բերել, բայց պաշտպանությունը մի տեսակ այն ոլորտը չի այդքան, որ կարելի է օտարերկրացի գեներալ բերել, որը այտենց պարբերաբար տարբեր երկրների ծառայություններ է մատուցում, բնականաբար գումարի դիմաց, որտեղ մարդը վարձու աշխատանք է կատարում։ Եթե չեմ սխալվում, օրինակ, չգիտեմ, ինչ որ ինֆորմացիա եմ տեսել, որ Թուրքիայի կառավարության հետ է աշխատել, այստեղ հարցը ինչի որ հենց Թուրքիայի հետ է աշխատել, այլ հարցը այն է, որ տարբեր կառավարությունների հետ, այս մարդը տարբեր երկրների հետ պատրաստ է աշխատի առհասարակ, ինչը շատ հետաքրքիր է առնվազն։ Էլ չեմ խոսում, որ պարբերաբար լավ, այս մասը սա թողենք մի կողմ, հետո սա մասի խոսեմ։ Մյուս ռազմական գծով մյուս իրանց փորձագետը առավել հետաքրքիր կերպար է, որի մասին դա ծանոթ ազգանունը չտամ, եւ որտեղ ոչ մեկի բան չի ասի, բայց մի մարդ է, որը 2015 թվականին իր ձեռքով դիմում է գրել ու հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ու ընդունել Գերմանիայի քաղաքացիություն։ Այսինքն պաշտպանության մասին իրանց մյուս խոսացող երեսը կամ դեմքը, դա մարդ է, որը 15 թվականին գրել է իր ձեռքով հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, ընդունել ուրիշ երկրի քաղաքացիություն։ Այս մարդկանց պատկերացրած Հայաստանը, այս մարդկանց պատկերացրած առհասարակ մոդելը, այս մարդկանց պատկերացրած Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ ինչ-որ վարձկանների մի հատ խումբ է, որոնց կարելի է այտենց վարձել տարբեր երկրներից, որոնք թքած ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վրա, անձնագրի վրա, սահմանադրության վրա, հետևաբար նաև ժողովրդի վրա, որոնց կարելի է վարձել, աշխատացնել, որպեսզի իրանց տիրոջ, իսկ իրանց տերը բոլորդ գիտեք թե ով է, իրանց տիրոջ հրամայականները բոլորը կատարվեն։ Դա այդպիսի հետաքրքիր ընկալում ունեն այս մարդիկ առհասարակ process-ների մասին։ Տեսք, մենք շարունակում ենք ուրախ ավտոբուսով մեր ընթացքը Հայաստանի Հանրապետության
մարզերով, քաղաքներով, ինչու ոչ հուսամ նաև գյուղեր կմտնենք շուտով ու շատ հաճելի process է, շատ հաճելի շփում ենք ունենում քաղաքացիների հետ, լսում ենք նրանց խնդիրները, լսում ենք նրանց դրական խոսքերը, լինում է նաև բողոքներն ենք լսում, ինչու ոչ հատկապես ֆանտաստիկ բան է այս ավտոբուսային արշավի շրջանակներում հատկապես շատ ֆանտաստիկ ու ֆենոմենալ բան է երեխաների մասնակցությունը իմ համար ուղղակի ինչ-որ մի հատ ֆենոմենալ դրական էներգիայով, մի հատ չգիտեմ ինչ էներգիայով լի մի բան է, որ ուր գնում ենք երեխեքը չգիտես ոնց, չգիտես որտեղից, ամենայն հավանականությամբ վարչապետի TikTok-ին կամ Facebook-ին, Instagram-ին հետևելով հասկանում են, որ վարչապետը էս ասնելու է տեղ ու գալիս է վազելով հասնում են, ասում են հետ չմնան իրաց տարեկիցներից, որոնք որ նախորդ համայնքում էին եկել հանդիպել, նկարվել, այսպես։ Էդ է տեղի ունեցողը, այս շաբաթ կիրակի ենթադրում եմ էլի կունենանք ավտոբուսային արշավ, անպայման ամեն ինչ արեք, որ բաց չթողնեք, եթե պարզվի, որ ձեր համայնք ենք գալի, եկեք, կզրուցենք, կշփվենք մեծ սիրով, շատ մեծ սիրով ես կասեի, սա ասենց մի քիչ ցաքուց սրիվ եթեր ստացվեց, իրական որտեղ ֆորմատը շատ երկար է ու ես ենթադրում եմ, որ պիտի մտածեմ, թե այս ֆորմատը ոնց ավելի լավ արկենք, երևի ինչ որ տենց բան պետք է անել, ստրուկտուրա պետք է մշակեմ ընդհանուր եթերի, որ այդ ստրուկտուրայով առաջ շարժվենք, դուք էլ մեկնաբանություններում առաջարկներ արեք, թե ոնց կարելի է լավարկել այս process-ը, շատ ուրախ էի ձեզ հետ խոսելու համար, եւս մեկ անգամ հորդորում եմ հավանել տեսանյութը, բաժանորդագրվել ալիքին եւ կհանդիպենք հաջորդ եթերների ընթացքում, որոնք ինձ թվում է էլի կլինեն։ Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, միշտ ձեր Վագն Ալեքսանյան։ Բաժանորդագրվեք ալիքին։